Տեսեք, ընդհանուր առմամբ պետք է արձանագրենք, որ այո, գնումներ պետական պարտք փոխառնչվող խնդիրներ են եւ այո, այստեղ չես կարող առանց մեկի մյուսի արդյունավետությունը գնահատեսի, վերջո պարտքը վերցնում ենք, որ հանրային կարիքները հոգանք, առնվազն գոնե դա որպես նպատակ։ Պարոն Թունյան, որևէ մեկը հատուկ չի մանիպուլացնում։ Այս էլ այդ տեղը չի, որ գուցե, չէ, դուք սիրում եք մարդկանց խոսքերի մեջ իրական ինչ-որ բառեր գտնել, վայ բան, ասենք, մարդը մասնագետ չի, ենթադրենք նաև կարող անդիմադիր լինի, իդեպ ասեմ ձեր շուրջն էլ որ նայեք, մարդիկ պարտքի մասին այնպիսի բաներ էին ասել, որ կարելի էր դասագրքերում որպես օրինակ կամ անեկդոտ բերել, բայց դրան չենք անդրադառնում։ Այդ ձեր տեսակետով, ձեր նաև պարագան հաշվի առնելով, այս հարցերը խորքային չեն լինի քննարկել։ Պարզ բան ենք ասում, հիմա տեսենք նորից անդադ սադրում եք, անդրադառնում ենք, ժամանակը պրծնում է, բովանդակությանը չենք կարող անդրադառնանք։ Պարզ բան, ասում ենք, այս փոփոխությունը, պարտքի հարաբերակցությունը որոշակիորեն փոխում է։ Նոր սահմանումներ եք բերում, եկանում են։ Եվ մեր փորձը բացասական է այս իմաստով։ Ձեր այդ փոփոխությունները, այդ թվում գնումների մասին, ինչքան էլ փորձեք պաշտպանեք, ի վերջո անում եք նրա համար, որ փորձեք պատկերը փոխեք, իրավիճակը որոշակի փոխեք դրականորեն, որովհետև կառավարման ձախողումներ եք ունենում, վիճակագրությունը օբյեկտիվ վատանում է, հետո բերում եք օրենքով ստերից հանուն դնում եք ընդեղից ընդեղ, սղսնում, անցկացնում, որ ինչ անեք, որ հանրությանը ցույց տաք, իբրև տեսեք ինչքան լավացավ։ Հիմա եթե մեխանիկորեն նա օրենք ընդունեք, ասենք օրինակ, պետական պարտքը այլևս ենթադրենք Բաբկեն Թունյանի ստորագրությամբ վերցրած պարտքն է։ Հայտ կրնի պետական պարտք, հնա հարաբերակցություն 0։ Հիմա ինչ, այսինքն ասեք զրոյացրիք պետական պարտքն հարաբերակցությունը։ Սա է ձեր իրականացրած իրականում։ Բաբկեն Թունյան, հաջորդ ելույթի